Հարգելիներս, այսօր ուզում եմ խոսել, քանի որ խոսք է տվել, որ պետք է նայեմ նաև 15 զինվորների այրվելու դեպքերի հետ կապված, ինչպիսին է եղել մոլորակների դասավորվածությունը եւ այդ դասավորվածությունը ինչ է մեզ հուշում այդ օրվա դեպքի հետ կապված, ուզում եմ ասել, որ այդ ողբերգական հրդեհը, եթե հիշում եք, տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 19-ի կեսգիշերից հետո, մոտավորապես ժամը այսպես 1:30։ Այդ ժամանակ աստղաբանական տեսանկյունից մոլորակների տրանզիտներն ու դասավորվածությունը կրում են ծայրահեղ ծանր ու լարված ու հանկարծակի աղետի հրդեհների վտանգի խորհրդանիշները, այսինքն մոլորակները այնպես են դասավորվել, որ հստակ հուշում են մեզ, որ ամեն ինչ հանկարծակի եւ վտանգի, աղետի ու հրդեհների հետ է կապված լինելու, հա։ Եթե մենք նայում ենք այդ օրվա իրադարձության հիման վրա մոլորակների դասավորվածությունը, եղել է Արևի եւ Պլուտոնի միացությունը այդ եղջյուրում 28-ից 29 աստիճան, սա տրանսֆորմացիոն, ճակատագրական եւ ծանր էներգիա է համարվում, որը հաճախ կապվում է պետական կառույցներում այդ եղջյուր, կրիտիկական պատահարներ եւ զանգվածային ճգնաժամերի հետ։ Ուրեմն այդ եղջյուրի վերջին աստիճանն է սա եւ կրիտիկական կետ է համարվում, որտեղ կուտակված համակարգային խնդիրները պայթում են աղետի տեսքով։ Մարսը եղել է երկօրյակներում եւ դրա լարվածությունը բերում է կրակի բռնկման, սուր գործողությունների եւ բանակի մոլորակն է բերում։ Այդ օրերին նոր էր դուրս եկել հետընթաց ռետրոգրադ փուլից եւ գտնվում էր ստացիոնար վիճակում, այսինքն կանգառի մեջ եւ ստացիոնար մոլորակը գործում է անկանխատեսելի եւ անզիջում ու կույր ուժով։ Մարսը երկօրյակներում խորհրդանշում է նաեւ կանոնների խախտում կամ սխալ ձեռնարկված շտապողական քայլեր։ Լուսինը այդ օրը եղել է աղեղնավորում եւ մի վայրկյան եւ դեպքի պահին մեծացրել է մասշտաբները եւ այն կապում է կրակի տարածման հետ։ Աղեղնավորը հենց կրակի նշան է, այն ստեղծել է քաոսիկ ազդեցություն, որտեղ հույզերն ու բնազդները, այսինքն փախուստի, ինքնապաշտպանություն ունեցել են դառը ավարտ, այսպես չեն տվել դրական էֆեկտ։ Եվ իհարկե այստեղ ուրանի կայուն դիրքը ցուլում, ուրանը հանկարծակիություն է բերում, պայթուններ, ֆորս մաժորային իրավիճակներ եւ նրա լարված կապերը մյուս մոլորակների հետ հուշում են, որ իրավիճակը զարգացել է վայրկյանների ընթացքում, թույլ չտալով վերահսկել կամ հեռացնել այդ աղետը, կամ ինչու՞ չէ նաև ճիշտ այսպես մոտեցում ցույց տան, որպեսզի կարողանան կանխեն։ Եթե մենք նայում ենք տարերի էլեմենտները, այստեղ արկա է օդ, երկօրյակների Մարսը եւ կրակի այսպես աղեղնավորի Լուսինը, եւ դրանք գտնվել են ակտիվ փուլում եւ աստղաբանության մեջ այդ օդը ուժեղացնում է կրակը, ինչը ֆիզիկական մակարդակում արտահայտվեց բենզինի բռնկման եւ հրդեհի վայրկյանական տարածման հետ։ Ուրեմն եթե ուսումնասիրում ենք դավադրության դիվերսիա կամ թաքնված այսպես դավադրություն զինվորների հանդեպ, այստեղ կան ծանր ու ուշագրավ ցուցիչներ, ես հիմա բացատրեմ, ուրեմն Պլուտոն եւ Արև միացությունը այդ եղջյուրի վերջին աստիճանում ասեցի, որ կործանարար, այսպես գաղտնիքների հետ է կապված եւ Պլուտոնը խորհրդանշում է գաղտնի ծառայություններ, հատուկ գործողություններ եւ մասշտաբային ճնշում եւ մահ։ Արև, ուրեմն պետության ղեկավարությունն է, որ ուրեմն տալիս է այդ եղջյուրում ճշգրիտ միացում ռազմական եւ պետական կառույցների 29-րդ տան
կրիտիկական աստիճանում ցույց է տալիս, որ տեղի է ունեցել մի բան, որն ունի խորը թաքնված արմատներ։ Այս դիրքը հաճախ ուրեմն մատնանշում է, որ իրական պատճառներ կամ խորը թաքնված են կամ հանդիսանում են ներքին և արտաքին գաղտնի պայմանավորվածությունների և դավադրությունների արդյունք։ Ուրեմն ստացիոնար Մարսը երկվորյակներում կառավարող քաոս կամ դիվերսիա։ Մարսը բանակն է և կրակը։ Իրադարձության օրը այն գտնվում էր ստացիոնար վիճակում դադարի մեջ ուղիղ շարժման անցնելուց առաջ։ Եթե մենք նայում ենք դավադրության տեսանկյունից, սա նշանակում է, որ սառեցված կամ պատրաստի վիճակում պահվող պայթյուն, որը ուրեմն սպասում էր ընդամենը մեկ կայծի, Մարսի այսպիսի դիրքը կարող է մատնանշել կանխամտածված, իրականացված գործողություն, որը ներկայացվել է որպես հանկարծակի անփութություն։ Եթե մենք այստեղ նայում ենք Նեպտունի քառակուսին Մարսին բերում է խաբեություն և հետքերի թաքցնում։ Նեպտունը աստղաբանության մեջ պատասխանատու է խաբեության, դավադրությունների, գաղտնիքների, թույների և քիմիական նյութերի, բենզինի հեղուկի հետ նաև։ Նեպտունի և Մարսի միացումը առկա լարված կապը, որը կազմել է քառակուսի, դավադրության տեսանկյունների ուրեմն գլխավոր ասպեկտ է կազմում, այն ուղղակիորեն հուշում է իրականությունը մառախուղի մեջ է, առկա է կանխամտածված ինֆորմացիոն աղավաղում, այսինքն fake news, իսկ իրական ուրեմն դրդապատճառները ջրի երես դուրս չեն գալիս, ինչը որ մենք արդեն տեսել ենք, սա կարող է վկայել այն մասին, որ անփութության պատմությունը բենզինով վառարան վառելը կարող է լինել ընդամենը քողարկում, որը անում է Նեպտունը և ավելի մեծ գործողության համար։ Լուսինը եղել է աղեղնավորում և Սև լուսինը Լիլիթը առյուծում։ Սև լուսինը Լիլիթը ցույց է տալիս քարտի ամենամութ, դավադիր և սադրիչ կետը, այն գտնվում է առյուծի նշանում և իշխանության հետ կապված։ Սա աստղաբանորեն կարող է մեկնաբանվել որպես զոհաբերություն կամ հարված, որը ուղղված է պետական կամ ռազմական հեղինակությանը սասանելու, ինչը հաճախ արվում է ներքին կամ արտաքին հատուկ ծառայությունների կողմից հասարակության մեջ վախ, հուսահատություն սերմանելու համար։ Եթե մենք նայում ենք այդ օրը 12-րդ տունը, տան ակտիվությունը, գաղտնի թշնամիներ, եթե քարտը կառուցում ենք հենց գիշերվա ժամը 1:30-ի համար, ասցենդենտը ծագող նշան, ընկնում է կշեռք կամ կարիճ նշանների սահմանագծին։ Քարտի 12-րդ տունը, որը խորհրդանշում է թաքնված թշնամիներին, դավադրություններին, մեկուսացմանը, հայտնվում են ծանր մոլորակներ։ Սա նշանակում է, որ զինվորները եղել են անպաշտպան, փակ տարածության մեջ, առանց ելքի, իսկ նրանց դեմ գործող ուժը եղել է անտեսանելի, թաքնված ու դավադիր։ Եթե այս ամենը ամփոփելու լինենք, ըստ նատալ քարտի, ուրեմն աստղաբանական պատկերը հետևյալն է. հատկապես Մարս գումարած Նեպտուն լարվածությունը և Արև Պլուտոն ճակատագրական միացությունը լիովին բաց է թողնում դավադրության, գաղտնի սադրանքների կամ դրսի ուժերի միջամտության տարբերակը, քանի որ քարտում առկա է խաբեության գաղտնիքների կազմակերպված ճնշման չափազանց բարձր էներգիա։ Եթե մենք աստղաբանական տեսանկյունից նայում ենք իշխանության, կառավարության, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապը 2023 թվականի հունվարի 19-ին ողբերգական դեպքերի հետ, ուրեմն սինիստրիա տրանզիտներ լրիվ փոխազդեցության միջոցով, ուրեմն այս կապը վերածելու համար դիտարկվում են իրադարձության պահին տրանզիտները, Նիկոլ Փաշինյանի նատալ քարտը, որը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետությունում, Արև Պլուտոն միացությունը պետական իշխանության ճգնաժամ է հուշում և ցույցիչ է իրադարձության օրը Արևն ու Պլուտոնը ճշգրիտ միացության մեջ էին,
Ածեղջուրի 29-րդ աստիճանում, կապը իշխանության հետ, ուրեմն աստղաբանության մեջ արևը խորհրդանշում է երկրի ղեկավարին, վարչապետին, իսկ առյուծը պետական ապարատն է եւ իշխանական համակարգը։ Պլուտոնի, մահվան, աղետի եւ ճնշման մոլորակի միացությունը արևին ցույց է տալիս, որ տեղի ունեցածը ուղղակի հարված էր հենց ղեկավարի հեղինակությանը։ Սա աստղաբանական, ուրեմն նախազգուշացում էր համակարգի փլուզման, պաշտպանական ոլորտի կառավարման, ձախողման մասին, ինչը ցույց է տալիս ղեկավարության անմիջական պատասխանատվությունը։ Այստեղ կարելի է բնութագրել, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակության հետ կարար շատ այսպես կապ ունենար եւ վնասներ հասցներ իրան, բայց նաեւ քարտը հուշում է, որ եղել է անպատասխանատու վերաբերմունք, փնթի վերաբերմունք, անուշադրություն զինվորների հանդեպ։ Շարունակեմ միտքս, որպեսզի ձեր համար ավելի պարզ լինի։ Ուրեմն Մարսի լարվածությունը եւ Նիկոլ Փաշինյանի նատալ քարտի նկատմամբ ցույցիչը դեպքի օրը Մարսը ռազմական գործեր, բանակ, կրակ գտնվում էր երկվորյակների նշանում։ Կապը վարչապետի հետ Նիկոլ Փաշինյանն իր արևային նշանով եւ որպես երկվորյակ ծնված հունիսի 1-ին տրանզիտային Մարսի երկարատև ներկայությունը եւ դրա ստացիոնար կանգնած վիճակը հենց իր կենդանակերպի նշանում նշանակում է, որ ռազմական բնագավառի խնդիրներն ու ճգնաժամերը անձնական հարված էին առաջին հերթին հենց իր համար, եւ Մարսի այդ դիրքը հաճախ բերում էր սխալ շտապողական որոշումներ կամ ենթակաների կողմից իրականացված անփութություն, որոնց քաղաքական հետևանքները կրելու էր հենց ինքը Նիկոլ Փաշինյանը որպես երկրի ղեկավար։ Այստեղ մենք նայում ենք Նեպտունի քառակուսին պաշտոնական ուրեմն վարկածի ռեալության մառախուղը, եթե մենք մինչև հիմա նայում ենք, պաշտոնական վարկած գոյություն չունի, ամեն ինչ այսպես մեզ մշուշոտ են ներկայացնում, այս համար թերևս հանգամանքներն ու պատճառները մինչև այս օր պարզ չեն, ուրեմն կապը իշխանության հետ աստղաբանության մեջ Նեպտունը պատասխանատու է տեղեկատվության քողարկման, խաբեության եւ հանրության մոլորեցնելու համար։ Իշխանությունների կողմից դեպքի անմիջապես ժամեր անց առաջ քաշված պաշտոնական վարկածը, վառարանը բենզինով վառելու մասին եւ դրան հաջորդած քննադատությունները, որը իրականությունը թաքցվում է, լիովին համապատասխանում է Նեպտունի այս ազդեցությանը։ Սա հուշում է, որ իշխանական համակարգը փորձել է արագորեն փակել այս թեման եւ տեղեկատվական դաշտի այսպես մանիպուլյացիաներ անել եւ խորքային պատճառները կարողանալ թաքցնել։ Սատուրնի ազդեցությունը Հայաստանի քարտի հետ կապված, ուրեմն դեպքի պահին Սատուրնը կարգապահության օրենք պատժիչ ուժ գտնվում էր ջրհոսում։ Կապը իշխանության հետ Սատուրնի այս դիրքը լարված հարված է հասցնում Հայաստանի նատալ քարտին կարևոր կետերին։ Սա խորհրդանշում է պետական վերահսկողության բացակայում, բանակում տիրող տոտալ անարխիա եւ անվտանգության նվազագույն կանոնների անտեսում իշխանությունների կողմից։ Աստղերը ցույց են տալիս, որ ողբերգությունը ոչ թե պատահականություն է, այլ իշխող քաղաքական ուժի կողմից տարիներով կուտակված համակարգային թերությունների կրիտիկական արդյունք։ Եվ իրավական զարգացումները, իրական կապը, եթե մենք նայում ենք աստղաբանական ազլարվածությունը, ղեկավարին դատա կոչելու եւ հարցաքննելու այսպես միտումները արտացոլվում է նաև իրական կյանքում տուժած զինվորների հարազատների ուրեմն փաստաբանները պաշտոնապես միջնորդություն են ներկայացրել դատարան Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի դատա կոչելու եւ հարցաքննելու համար։ Ես նաև այստեղից հետևություն, որ իրանք կապ չունեն, իշխանությունները անձամբ Նիկոլ Փաշինյանը ուղղակի եւ խորքային կապ չունի այս դեպքի հետ, բայց այստեղ կա մի հատ նրբություն, կա անփութություն, կա, այսպես ասեմ, բաց թողումներ, որոնք հենց այդ օրը չեն եղել, այսինքն բանակի հանդեպ Սուրեն Պապիկյանը պիտի ենթարկվի պատասխանատվության։ Ես այդպես եմ կարծում, որովհետև իրանց անփութության պատճառով
մենք ունեցել ենք այս դեպք, այսինքն ընդհանրապես իրանց համար մեկ ա եղել, ով կմեռնի, ով կմնա, ինչ կյանքով են ապրում, ոնց են պաշտպանվում, լրիվ մեկ ա եղել, բացի թողի վիճակ, ոնց ուզում եք այնպես էլ արեք, այս վիճակն է։ Եվ այս ցույց է տալի արև Պլուտոնը, հա, քանի որ արևը խորհրդանշում է երկրի առաջնորդին, իսկ Պլուտոնը աղետն ու մահը, այս երկուսի միացություն նշանակում է, որ ողբերգությունը տեղի ունեցել նրա ստեղծած համակարգի ներքո, այսինքն ինչ համակարգ, որ ինքը ստեղծել է, դա պատճառ է հանդիսացել այդ ողբերգական դեպքին։ Դե մենք գիտենք, պատերազմն էլ իր ողբերգական էսպես ճիշտ է չկառավարելու կամ ճիշտ հրամաններ չտալու, մի խոսքով, այստեղ ուղղակի իրանք ոնց պետքա քնեն այսքան արուն իրանց վզին, ես չգիտեմ։ Իշխանությունների ամբողջական կապը երևում է նրանում, թե ինչպես դեպքերից ընդամենը ժամեր անց առանց խորը քննության պաշտոնապես առաջ քաշվեց բենզինի վարկածը, որը հենց բերում է որպես խաբեություն, իշխանությունը կամ թաքցրել են իրականությունը, կամ փորձել են արագորեն մեղքը գցել զինվորի վրա, որպեսզի մաքրեն իրենց քաղաքական պատասխանատվությունը։ Вот в чем вопрос։ Սխալ եւ վտանգավոր որոշումներ դա եղել է Մարսի երկվորյակում եւ տրանզիտային կապը, ուրեմն Մարսը հարվածում է Նիկոլ Փաշինյանի անձնական նշանի երկվորյակներին եւ սա նշանակում է, որ նրա կողմից կայացված ռազմական կամ կադրային որոշումները, օրինակ պաշտպանության նախարարի նշանակումը բանակի թերի կահավորումը, զինվորների ուրեմն հարմարեցված գյուղական տներում տեղավորելը եղել է սխալ եւ ճակատագրական, այսինքն նրա կառավարման բաց թողումների պատճառով է, որ զինվորական կացարանը հայտնվել է անպաշտպան վիճակում։ Նույնիսկ այստեղ կադրի է, հա, այսինքն Սուրեն Պապիկյանի ընտրությունը բացարձակապես սխալ է։ Իրական կյանքում չեմ ուզում նայեմ այս հարցերը, որտեղ նաև դատական նյութերի հետ կապված արդեն ծանոթացել եմ նյութերին, բայց ինձ շատ հետաքրքրեց օրինակ հիմա նայեմ ասեմ զինվորները արդյոք այդ ժամանակ քնած են եղել, թե ոչ, նախ ասեմ, որ 1:30 արդեն քնի ռեժիմ է եղել, խորը քուն է ես սա նշանակում, բայց տալիս է, որ իրականում այդ պահին զինվորները քնած են եղել եւ նրանց մահը տեղի ունեցել վայրկյանների ընթացքում, հենց անկողնու մեջ, որովհետեւ շատ էր քննարկվում այդ հարցը, արդյոք զինվորները ինչի չեն շարժվել, ինչի են հենց իրանց այսպես մահճակալների վրա մնացել, աստղաբանորեն ոչ մի դեպքում ցույց չի տալիս, որ իրենք մահացած են եղել հրդեհից առաջ։ Եվ ինչպես է դա երևում, ուրեմն լուսինը աղեղնավորում 4-րդ տանը, սա նշանակում է խորը քնի, անպաշտպան վիճակ։ Եվ դեպքի պահին լուսինը, որը պատասխանատու էր քնի, բնազդների հանգստի եւ մարդու ֆիզիկական անվտանգության համար, գտնվել էր աղեղնավոր նշանում, 4-րդ տունը, սա կացարանի նշանը, կառավարում է գիշերային խաղաղ եւ հանգիստ վիճակը։ Աստղաբանական փաստը, եթե նշեմ, լուսինի դիրքը հաստատում է, որ ֆիզիկական մարմինները գտնվել են պասիվ, հանգիստ եւ անպաշտպան վիճակում, այսինքն եղել են խորը քնած։ Եվ Նեպտունի քառակուսին Մարսի ուրեմն հետ բերում է թունավորում հենց քնի մեջ։ Նատալ քարտը ցույց է տալիս, որ Նեպտունի ուրեմն աստղաբանության մեջ պատասխանատու է քնի, անգիտակից վիճակի, թույների, գազերի, ծխերի համար եւ լարված քառակուսի է կազմում Մարսի կրակի հանկարծակի հարվածի հետ։ Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ մահը վրա է հասել քնած ժամանակ թունավոր գազերից եւ այրվածքային շոկերից, ծխից նույնիսկ, հա,
Նեպտունի ազդեցություն նշանակում է, որ տղաները նույնիսկ չեն էլ հասցրել գիտակցության գալ կամ արթնանալ, նրանք քնի մեջ այդպես էլ շնչահեղձ լինելով ծխից այդպես մահացել են։ Ուրանի հարվածը եւ Մարսի ստացիոնար վիճակը սա ավարտյանական աղետի մասին է խոսում եւ ցույց է տալիս, որ ամեն ինչ սկսվել եւ ավարտվել է 1-ից 2 րոպեվա ընթացքում։ Այսքան չեմ ուզում ես մանրամասնեմ։ Ես նաեւ Եղիշեի նայեցի, ուրեմն այս ամեն ինչը կոտրվել է այս տղայի գլխին։ Եվ այս դեպքը ուղղակի կենտրոնական այսպես կապ ունի գործով գլխավոր ու մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի ֆիգուրի հետ։ Մենք չունենք Եղիշեի ծննդյան օր, ժամ, հիմա բայց եթե մենք նայում ենք Մարսը երկվորյակներում եղել է գործող անձ եւ կապիտան, այսինքն ցույց է տալիս պաշտոնական անձի, ոչ սովորական զինվորի դիրքը եւ քաղաքական ու աստղաբանության մեջ խորհրդանշում է սպաներին, հրամանատարներին, կապիտաններին եւ անմիջապես ֆիզիկական գործողություն կատարողին։ Դեպքի պահին Մարսը գտնվում է ստացիոնար կանգնած վիճակում եւ երկվորյակներում, ինչը ցույց է տալիս, որ գործող անձի սպայի մոտ բացակայել է ադեկվատ ինքնատիրապետումը կամ իրավիճակի սառը գնահատումը։ Սա համապատասխանում է այն վարկածին, որ նա եղել է այն կենտրոնական կետը, ում ամփույթ կամ շտապողական քայլերի վառարանի մեջ բենզին լցնելու պատճառով տեղի է ունեցել այս իրավիճակը։ Եթե մենք նայում ենք Մարս-Նեպտուն քառակուսին, ինքնապաշտպանական բնազդի կորուստ, նատալը ցույց է տալիս Նեպտունի մառախուղ, քաոս, ադեկվատության կորուստ, լարված իրավիճակ, խառնված շփոթմունք եւ դատարանում ուրեմն Եղիշե Հակոբյանի տված ցուցմունքները լիովին արտացոլում են այս ասպեկտը։ Նա նշել է, որ գործել է ինքնապաշտպանական բնազդից ելնելով եւ չի խաբել։ Կրակի բռնկման պահին շիշը ձեռքից ընկել է, ինչը չի հասցրել եւ չի հասկացել, թե ինչպես այն հայտնվեց դրան առաջ եւ նատալ քարտի այս մառախլապատ ասպեկտը ցույց է տալիս, որ նրա գործողությունները եղել են ոչ թե կազմակերպված եւ ոչ թե միտումնավոր, այլ քաոսային, ինչն էլ փակել է ուրեմն զինվորների միագելքի ճանապարհը։ Եթե մենք նայում ենք Սև լուսին Լիլիթ եւ Պլուտոնի ճնշումը, զոհաբերության գործիքը, նատալը ցույց է տալիս Պլուտոնի Սև լուսնի դիրքերը քարտում։ Մատնանշում է, որ այս դեպքում կա ավելի մեծ համակարգային մեղք, քան ընդամենը մեկ սպայի ամփոփումը։ Ես անփութությունը ավելի շուտ, այսպես ասեմ, պարզ կասեմ, որ Եղիշեն համակարգի համար ուղղակի այս պահին քավության նոխազը։ Եղիշե Հակոբյանը առանձնազրույցների ժամանակ արդեն արել է գրառումներ եւ տվել է անուններ, այդ թվում իշխանական падգամավորների, որոնք առնչություն են ունեցել այդ օրը այդ դեպքի հետ։ Եթե մենք ամփոփելու լինենք Եղիշեի կապը քարտի հետ, ուրեմն առանցքային է, նա աստղաբանորեն հանդիսացել է այն կույր քաոսային ուժը Մարս-Նեպտուն, որը գործի է դրել աղետը, բայց միևնույն ժամանակ նրա կերպարի շուրջ առկա ուրեմն մոլորակային լարվածությունը հաստատում է, որ իրական պատճառները շատ ավելի խորն են, քան պաշտոնապես եւ պարզունակ վարկածը, որը գցում են Եղիշեի վրա։ Եղիշեն չունի կանխամտածված դավաճանի էներգիա, այն մաքուր է, պարզ եւ հայրենասեր։ Նրա էներգիան կույր անփութության էֆեկտի տակ հայտնվելու մասին է, իսկ նատալ քարտում գլխավոր մեղավորը համակարգն է, որը փնթի անկազմակերպ անուշադրության մատնել բանակի յուրաքանչյուր հարց։
Եթե մենք նայում ենք իրադարձության նատալ կարտը 2023 թվականի հունվարի 19-ի ժամը 1:30 տարանջատում է անձնական մեղք, դավաճանություն և մատնանշում է աղետի իրական աղբյուրները։ Եղիշեի էներգիան անմեղ է, թե դավաճան։ Ոչ մեկը և ոչ մյուսը։ Քարտում Եղիշեն արտահայտված է տրանզիտային Մարսով, որը լարված քառակուսի ունի ընդամենը Նեպտունի հետ, և սա գործում է որպես կույր էներգիա։ Աստղաբանության մեջ սա կույր գործողություն է, ադեկվատության կորուստի ցուցիչ, նա չի գործել որպես կանխամտածված դավաճան կամ դիվերսանտ։ Դրա համար քարտում չկան Պլուտոնի կամ 8-րդ տան կազմակերպված ասպեկտների մոլորակները։ Սա եղել է վաղ խուճապ, երբ մարդը ինքը չի հասկանում, թե ինչ է անում։ Նա անմեղ է այնքանով, որ ամեն ինչ եղել է արագ և ինքը չի հասցրել հասկանա ինչա տեղի ունենում։ Իր անփութության, արագության, չկողմնորոշվելու պատճառով ինքը այդ հարցում մեղավոր է, բայց դավաճան չէ բացարձակ, և նա ավելի շատ այս համակարգի այսպես զոհն է համարվում։ Սխալի գործիքը, որը փորձում է համակարգը բարդել այս տղայի վրա։ Գլխավոր մեղավորները համակարգն է, արև Պլուտոնի միացումը այդ եղջյուրում, սա քարտի ամենավտանգավոր կետն է, արևը պետությունն է ու ղեկավարությունը, այդ եղջյուրի ռազմական կառույցը, իսկ Պլուտոնը տոտալ քայքայումն է և մահն է։ Սա նշանակում է, որ իրական մեղավորը բանակում տիրող տոտալ անարխիան է և վերահսկողության բացակայությունը և անվտանգության կանոնների համակարգային անտեսումը իշխանությունների կողմից։ Եվ դարձյալ այստեղ իրանք մեղավոր են, քանի որ հիմա տեղեկատվությունը քողարկվում է 12-րդ տան քարտի գաղտնիքները այստեղ ակտիվ է, ինչը ցույց է տալիս, որ իրական պատճառները կոծկվում են, սա մատնանշում է նրանց, ովքեր դեպքից անմիջապես հետո արագորեն փորձեցին փակել այս թեման և ողջ մեղքը բարդել Եղիշեի վրա։ Եղիշեի էներգիան կույր և քաոսային վախ է ցույց տալի ըստ մոլորակների։ Ես մնում եմ իմ կանխատեսմանը, հավատարիմ, և նաև նայել եմ, որտև հարցեր առաջացել, որ գուցե զինվորներին ինչ-որ բան տվել են, այստեղ մոլորակները ցույց են տալիս, որ ոչ, նման իրավիճակ չկա, չկան մոլորակների այնպիսի դասավորվածություն, որ լինեն հարբած, լինեն նարկոտիկ օգտագործած կամ ինչ-որ թունավորված, նման բան չկա։ Թունավորումը ընդամենը ցույց է տալիս ծխի կամ գազի հետ կապված, իսկ ուրիշ բան ցույց չի տալի։ Ծուխն է ցույց տալիս և դա հստակ ցույց է տալիս ուրեմն Մարսը և Նեպտունը։ Գազեր, քիմիական նյութեր է ցույց տալի, որը առաջացրել է, այսպես ասեմ, անկառավարելի քուն, ոչ մի թույն կամ ալկոհոլ այստեղ գործ չունի։ Մահվան իրական պատճառները տղաները խմելու ոչինչ չեն ստացել և դա նաև հաստատել է բժշկական ուրեմն ախտորոշումը, եղել է ընդամենը թունավորում գազից և այրվածքից, ծխից, այրվածքից էլ եղել է շոկ։ Ես մնում եմ իմ կարծիքին, հոգուս խորքում ամենասկզբից էլ ես Եղիշեին չէի մեղադրում, զգում էի իր արդարությունը, հա, կա անփութություն, կա արագ որոշում, կա շոկային վիճակ, ամեն դեպքում խառնվել է, իրար ուզեցել է օգնի, վախեցել է, վախից կարող է գիտակցության մթագնում էլ է ունեցել այդ մարդը, անմիջապես իր մոտ մոլորակները ցույց են տալիս, որ ահավոր ստրես է առաջացել ու ինքը ինքնակառավարումն էլ է կորցրել, իր մարմինը սկսել է ավելի աշխատել, քան կաշխատեր իր գիտակցությունը, որպեսզի հասկանար ոնց օգներ։ Եղիշեն մնում է անմեղ։ Իսկ այս ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Սուրեն Պապիկյան, որտեղ ես։